Ողջունեմ ձեզ բոլորդ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, բարի եկած Տերոջ ներկայության, Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության։ Բարի եկած։ Բարի եկած։ Wel այսպես խանդավառ եւ ուրախությունով բալասխանդալը, թե անարժանս գուրախացնե, թե մանավանդ Տերը գուրախացնե, Փառքի Սուրբ անվանը։ Հալելույա։ Նաեւ գուզեմ ողջունել բոլոր անոնք, որոնք մեզ գհետևին Facebook-ով եւ YouTube-ով, Տերը օրհնե քույրեր եղբայրներ, ցեզ արադորեն մինչ գլսեք, մանավանդ շեր գնեք գիսվիկ, Աստված օրհնե ցեզ, Փառքի Սուրբ անվանը։ Ես նաև ուզեմ հատուկ բարիք հալուստել Հասմիկ Քրոջ բարի եկած է սիրելի քույրս Տերը օրհնե Միացյալ Նահանգներեն մեզի հետ է Փառքի Սուրբ անվանը հալելույա երեք քույրերու հետներ եւ լավ օրհնապեր օրմ ունեցած են Տերը օրհնե ինքը վարձատրե քեզ քույրս իր փառքին համար հալելույա հալելույա Եկեք այս չերմ ողջուններեն իդ գենանք Աստծո առջև եւ ասենք ով Տեր խոսիր ամենեն կարևոր բանը հիմա մենք խոսենք որբեսի Տերը մեզի հետ խոսի խոսիր Տեր քանզի ծառատ քեզ մդիկ կնե մենք Սամուելի նմանով Տեր որբես երեխաներ քո առջևդ թակավորությանդ բզդիկները գուզենք քեզ մեզ սորվել ով ուսուցիչ ով մեր վարդապետը Տեր Հիսուս թող այսօր Սուրբ Հոգիդ մեզ սորվեցնե մեզ օրհնե թլփադե մեր ագանչները որբեսի կարենանք լսել քեզ եւ մանավանդ մտիկ ընել հավատքով մտիկ ընել ով Տեր թող խոսքդ մեր Տեր ներսիտին Եկսարին սուրի նման Տեր կործե Փաժնե ով Տեր այն ինչ որ քեզի չպատկանիր Խոսիր ով Տեր այսօր եւ օրհնե եկեղեցիդ Ամեն կոսենք Տեր քեզ լսելու Ծառատ ով Տեր քեզի պետք ունիմ եւ գարիք ունիմ ով Տեր Առանց քեզի Սուրբ Հոգի կարող չեմ Տեր ոչ մեկ ներշնչված խոսք փոխանցել Չեմ ուզեր Տեր իմ մտքիս խոսքերը իմ փորձառություններս Ուզեմ Տեր բատկամը քեզ մե վերեն երկնքենլա թարմ հաց ով Տեր մեզի դուր Եվ կործած է իմ դգարությունս Քու զորությունը հայտնելով ով Տեր Շնորհակալ եմ քեզ Հիսուս Ամեն 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 հալելույա հալելույա Փառքի Սուրբ անվանը Ուզեմ գարտալ ցեզի միան մեկ համար ուրեմն Աստվածաշունչի վերջին գիրքը որ գիրքն է հայտնություն Եվ գիտեք քանի գլուխ է հայտնությունը 22 Ցեզի պիտի գարտամ վերջին գիրքեն եւ վերջին գլուխեն Մեկ համար 12-րդ համար ուրեմն հայտնություն Հովաննու 22-րդ գլխուն 12-րդ համարը Անուն Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո ամեն Ահա ես շուտով գուկամ Եվ իմ վարձքս ինձի հետ է ամեն մեկուն իր կորձին համեմատ հադուցանելու Մեմ եւս կարտամ Ահա ես շուտով գուկամ եւ իմ վարձքս ինձի հետ է ամեն մեկուն իր կորձին համեմատ հադուցանելու Դեր օրհներ խոսքը հրամեցեք սիրելներ Փառքի Սուրբ անվանը հալելույա Գիտեք մեծամասնությունս գաշխատինք լա մեր անձնական բիզնեսը եւ գամ ովև մեկ կամպանիի մեջ որպես կորձավոր Եվ ամբողջ շաբաթը աշխատենք Եվ մեր ակնկալությունը այն է որ երբ շաբաթը վերջը կա
Եվ մենք մեր bank account-ին նայենք, չեքնենք, տեսնենք, որ բարձրադրված ենք։ Մեր ուեջը գրգված է։ Ամեն աշխատող գսպասե իր վարձքին։ Եվ սա է որ քեզ գկաչալերը որ հաջորդ շաբաթ գործը չարունակես։ Եթե մեկ շաբաթ չվճարվիս, երկրորդ շաբաթ չվճարվիս, երրորդ շաբաթ գործը երթաս։ Մեծ հավանությունով ոչ։ Վարձատրությունը քեզ գոգնե որ քոյադևես այդ գործին մեջ։ Այդ ինչ որ քեզ հանձնված է ընես։ Եվ որ գուքանք Աստծո խոսքին։ Գիտեք այն խոսքը որ Հիսուս ըսավ մեզի, երբ մենք այս երկրի վրա մեզի դրված բարդականությունները, մեզի դրված մնացներն ու բարգևները, մեզի դրված բաշտոնները գադարենք։ Հիսուս շատ կարևոր խոսք ըսավ։ Ղուգաս 17-րդ գլխուն մեջ։ Ղուգաս 17-րդ գլխուն մեջ։ Նայեցեք ինչ կսե Հիսուս։ Գարձես թե քիչ առաջվա գարտացած համարիս հագասող խոսք է, թերևս այդպես կմտածենք, Ղուգաս 17-րդ գլխուն 10-րդ համարի մեջ այսպես կսե. Նույնպես դուք, երբ բոլոր ցեզի հրամայված բաները ընեք, ինչ որ քեզի հրամայված է, ինչ որ քեզի դրված է, ինչ որ քեզի հանձնված է։ Սա դերոճմեն հրամայված բան է։ Նայեցեք ինչ կսե։ Ըսեք թե մենք ամբիդան ծարաներ ենք, քանզի ինչ որ բարդական էինք ընելու ըրինք։ Այն ինչ որ մենք կնենք ներգայիս մեր կյանքին մեջ։ Ինչ որ Աստված քեզի դաղանտներ, շնորհքներ, բաշտոն, պատասխանատվություն եւ բարգեւ տված է։ Լավ գիտիր, որ անոնք երբ գնես Հիսուս կսե ըսեք թե ամբիդան ծարաներ ենք եւ ինչ որ բարդական ենք։ Ինչու համար գսե բարդական ենք։ Որովհետեւ Հիսուս Քրիստոս գանխեց քեզի երբ ինքը ամեն բան հրավ քեզի համար իր փառքը ցկեց երկինքի հաբշտակությունը չսեբեց երգիր եկավ ինձի պես քեզի պես մարմին հակավ ծարայի գերբարան կարավ գսե արաքյալը մեզի նման աբրեցավ եւ բոլոր նախադինքը բոլոր չարչարանքը գրեց ցերփակալվել է իդ զինք ձեծեցին զինք անարկեցին խաչը հանեցին եւ այս բոլորը ըրավ քեզի համար հիմա ինչ որ մենք երկրի վրա գնենք մեր բարտը կվճարենք ցեզի ինչի նմանցնեմ գիտեք ավելի ճիշտ կապարը սաբիդլա եթե ցեզ մե ոյև մեկը դուն կնած է եւ բանկային լոն արած է չէ ամեն մեկդ դունին քինին ամեմատ հիմա երբ որ լոնը գարնես քեզի մեծ գումար գուտա 300 500 700 հազար դու ամեն ամիս կամ ամեն շաբաթ կվճարես քեզի արցում հարցնեմ երբ որ այդ լոնին վճարումը գնես մորգեջդ կվճարես կբարձենաս կհբարդանաս կսես բանկային նայ ես քեզի տրամ գուտամ գամ եթե վարձվոր ես վարձքդ կվճարես կսես վարձվոր նայ ես քեզ ամեն շաբաթ $500 կղրգեմ ասի ինձ մեկ քեզի նվեր մարդը կսե ինչ կլա դունս նստերես բանկան կսե ինչ կլա մեծ գումար տված եմ քեզի սա քաղաքարը գվերապերի այն ինչ որ գարտացի ըսեք թե մենք ամբիդան ծարաներ ենք եւ ինչ որ բարդական ենք ընելու գնենք այսինքն նայեք քույրս եղբայրս լավ հասկանանք ոյեմ մեկ բան որ մենք գնենք երկրի վրա ոյեմ մեկ բան թակավորության համար գնենք ոյեմ մեկ բան սուրբերուն
Աջումին համար գնենք, սուրբերուն շինության համար գնենք, եկեղեցին շինության համար գնենք, սա մեր բարդ գնե որ գվճարենք։ Որբեսի ովևէ մեկ ադեն չբարձենանք։ Երևակայեցեք ես կամսեմ, ես եկա այս ըրի, այն ըրի, եկեղեցի հիմնեցի, ցանեցի, այսքան ժողովուրդի Աստծո խոսքը կարոզեցի, համակումարներ ըրին, չգիտեմ, ավետարանչական ժողովներ ունիմ, եւ սկսեմ ես ինքս բարձենալ։ Ասոնք բոլորը ես դերոջը համար ըրի։ Անոր համար գսե, ըսեք ամբիդան ծարաներ ենք։ Ուրախ եղիր ինչ որ գնես, բայց մի բարձենար։ Ուրախ եղիր, որ Աստված քեզ գործածե, բայց մի բարձենար։ Հիմա եթե այս խաղապարի մեջ մնանք, դերևս մեզ շատերը բիդեսեն, որ շատ լավ է, գշարունակենք, բայց չէ, պատմությունը ոչ չվերջանար։ Մեր Աստվածը քու վարպետ, քու բոսետ, քու մենեջերետ շատ ավելի բարձր է։ Ասեմ քեզի։ Մենեջերդ, բոսդ գվճարե քեզի այն ինչ որ թուն գնես իրեն համար։ Մեր Աստվածը մեզի գշնորե ամեն ինչ որ մենք գնենք իրեն համար երկրի վրա եւ փայց եւ այնպես ունի վարսադրություն երկնքի մեջ։ Ահա ես շուտով գուքամ եւ իմ վարձքս ինձի հետ է։ Տուն թե երկրի վրա գծարայես որպես ամբիդան ծարա եւ Աստված քեզ գործնե այն ռածներուտ համար քեզ գործնե ամեն տեսակ հոգեվոր նյութական եւ ֆիզիկական օրհնություններով բայց ոչ չի վերջանար պատմությունը գսե ես շուտով գուկամ եւ քեզ վարձադրեմ երկնային վարձադրություն կա այն ինչ որ գնես երկրի վրա Այն ինչ որ թերևս մարդիկ համացան չեն, մարդիկ քեզի դարբեր աչքով գնային, այն ինչ որ գնես քախնորեն, առանց ինքզինքիդ փառք ստանալու, այն ինչ որ գնես ձած կապար, ծեր հայրը, որ ձածուգը գտեսնե, քեզ հայտնաբես հադուցում գնե, Աստծո թակավորության մեջ սիրելիներ ես այսպես կգարձեմ կնկարագրեմ մեծ դոմար մգա եւ այն ինչ որ գնես երկրի վրա լա մարդիկ նգադեն եւ լա մարդիկ չնգադեն անոնք երկինքը գարցանակրվին մեկը չտեսավ քու ըրած այդ ծարայությունդ don't worry հոն Գարցանակրվի եւ երբ որ հոն գարցանակրվի անոր փոխարենը ինչ է գիտեք վարձադրություն գիտեք եթե Աստծո խոսքին երթանք մեծակույն վարձադրության նկարագրությունը ինչ է ով գրնա ասպես մտքեն անցնել թե ինչ գերբով մեր դերը բիդի վարձադրե յուրաքանչյուրս երկնքի մեջ դերորդն անիկույր բսակներով Դեր Իսուս Արա եղբայր, Շանթ եղբայր, Ռաֆի եղբայր, Միրնա քույր, Սալպի քույր Դերը ցեզ մե յուրաքանչյուրն համար բսակներ պատրաստած է Թակեր եւ բսակներ Եվ ես չեմ գիտեր անոր նյութը ինչ է Եթե ասեմ ոսկի է շատ պիտի աժանցնեմ Գիտեք ինչու համար Երկինքը ոսկին ոտքերու տագն է ջամփաներ ոսկի բիդելա Չեմ գիտեր ինչպիսի նյութեր կան երկինքի մեջ ինչպիսի կոհարեղներ կան որ դերը պատրաստած է յուրաքանչյուրիս համար բսակներ եւ թակեր Եվ երբ Աստծո խոսքը կգարտանք Կոնե ես Կոնե ինչ որ սերդեցի եւ նայեցա 4 տեսակ բսակներ հիշված են 4 դարբեր բսակներ Ուզեմ այսօր այդ բսակներում մասին խոսիլ որ քեզի համար պատրաստված է Դու գսես որ իմ ռազներս մեկը չի դեսներ իմ ռազներս մեկը չի կնահատեր
Երկինքը քեզ համար բսակներ կպատրաստվին, որքան ադեմ որանի թակավորության կվերապերի։ Ամեն։ Առաջին բսակը, որ գհանտիբինք Բողոս արաքյալ գիշե, գսե անեղծանելի բսակը, անեղծանելի բսակը։ Եվ ասիկա գտնվի Երկրորդ Տիմոթեոսի մեջ, Երկրորդ Տիմոթեոսի մեջ 2 եւ 15-րդ համարը։ Hallelujah. Փառքեզ ովդեր. Thank you Lord. Երկրորդ Տիմոթեոս 2:15 Ուրեմն չէ, ներողություն 2:5 ներողություն 2:5 Ներողություն առաջին Կորինթացիս 9:24 շատ ներողամի դեղիկ առաջին Կորինթացիս 9:24 ուրեմն 24 Գսե չեք գիտեր ասպարեզի մեջ վազողները իրավ ամենք գվազեն բայց մեկը գարնե մրցանակը այնպես վազեցեք որ հասնիք ամեն ով որ գմրցի ամեն բանի մեջ չափավորություն կբահե անոնք եղծանելի բսակը առնելու համար ու մենք անեղծանելին ուստի ես կվազեմ Բողոս արաքյալ այս նամակը Կորինթացիներուն գրված է եւ գիտեք Կորինթացին Հունաստանի մեջն է Օրին նույնիսկ անոնք ողոմբիական խաղեր ունեին մարզասեր ժողովուրդ էին եւ մանավանդ իրենց համար ամենեն պոպուլար մարզանքը վազելն էր դարբեր հերավորություններով անորոմար Բողոս արաքյալ Կորինթոսին գիհիշե այն ինչ որ իրենց համար հասկանալի է Ամեն 2 տարի մեկ Կորինթոսի մեջ մրցաշար կլար ողոմբիական So երկու խոսի իրենց մրցումի մասին վասկի մասին լավ գիտե որ Կորինթացիները 100% կհասկանան Եվ երբ որ գխոսի իրենց գսե թե ինչպես պետք է վազեն գսե բոլորը գվազեն բայց մեկ հոգի մրցանակը գարնե Եվ անոր մասին գխոսի գսե եղծանելի բսակ Գիտեք հույները օրին ինչպես գբսակեին Դերևներով թակ կշինեին Եվ իրենց գլխուն վրա գտնեին Եվ այդ բսակը ասենք մարզիկները գարնեին հետերնին գտանեին Մեկ օր, երկու օր, մեկ շաբաթ, մեկ ամիս Գչորնար Եվ գպրնեին աղբամանի մեջ գտապեին Գսե անոնք կվազեն եղծանելի բսակին համար Իսկ մենք կվազենք անեղծանելիին համար Գիտեք սիրելիներ Երբ որ մենք ողոմբիական խաղերը գտեսնենք Մոտավորապես 10 մրցորդ կողքի կգենան Եվ բոլորը մեկ են գվազեն Այդ բոլորի մեջ են քանի հոգի ոսկի մեդալը գարնե Մեկ հոգի գարնե Գիտեք ողոմբիական խաղերու մեջ մարզիկները Գմրցին իրարու հետ Իրարու թեմ Թե ով առաջ հասնի Քրիստոնեական կյանքի մեջ այդպես չէ Դու իմ մրցորդս չես Ես քո մրցորդը չեմ Մենք իրարու հետ չենք մրցիր Անոր համար Բողոս արաքյալ գսե այնպես վազեցեք որ հասնիք Հիմնական բանը ինչ է քեզ եւ ինձի համար որ մենք երբ կսկսենք հասնենք վերջագետին Եվ երբ որ կհասնես վերջագետին սա քեզի համար բսակատրության լավագույն միջոցն է Ես կհավատամ որ երբ որ մենք սիրելիներ բոլորս հալ գվազենք Հոգ չէ որ թուն ինձ մե առաջ ես Հոգ չէ որ ես քեզ մե յետև եմ Երբ որ ես եւ թուն գուքանք եւ at Քիձը վերջավորության քիձը գանցնենք բոլորս ալ բիդի վարչադրվենք անեղծանելի բսակով Եվ կարևոր բանը հոստեղը գհիշե Բողոս արաքյալ Գուզեմ ադիգա անպայմանորեն ծեր ուշադրության կրավել գսե Ան որ գմրցի ամեն բանի մեջ չափավորություն կբահե Ինչս էլ գուզե Ան որ գմրցի ամեն բանի մեջ չափավորություն կբահե Սինգն երբ որ
մարզիկը կբادرացվի ողոմբիական խաղերու կամ աշխարհի ահոյանության։ Գիտեք, իր կյանքը ամեն առօրյան դիսցիպլինի եւ չափավորության մեջ կտնե։ Իր ուտելիքներուն շատրություն կնե։ Ջանկի ֆուդ չուտեր։ Healthy ջաշ կուտե։ Իր քունին ուշադրություն կնե։ Թե ինչպես քնանա եւ ինչպես արթնանա։ Գզրգե ինքզինքը ծխախոտները, խմիչները, ալկոհոլը, որոնք գրնան իր ասենք performance-ը աստել։ Ամեն բան որ պետք է որ հերու կմնա, ամեն բան որ պետք է ընե չափավորությունը կբահե իր մարմին, իր կյանքին վրա, որովհետև գիտե որ իրեն համար մրցում մգա, իրեն համար իր կյանքին ամենին կարևորը սկզբունքը գա, ամենին կարևոր նպատակը գա, հոն պիտի հասնի եւ պետք է որ հոն ինքը առաջինը ըլլա, որբեսի այդ ոսկեղը մեդալը առնե։ Գիտեք, ասիկա նաև գվերապերի մեզի։ Երբ որ այս հոգևոր վասկին մեջն ես, քույրս եղբայրս, չափավորություն բահել կյանքիդ վրա, ամեն գերբի մեջ, լա հոգևոր մարզիտ մեջ, լա նյութական, ֆիզիկական, մարմնական կյանքիդ մեջ, ամեն բանի մեջ, սկուշ լալը շատ կարևոր է։ Գիտիր թե այս վասկին մեջ ինչ բան քեզ ետ կբահե։ Մարզիկը գիտե, եթե ինքը ամեն գիշեր երթա ալկոհոլ խմե, ծխախոտ խմե, դրակ առնե, ինքը այդ մրցումի մեջ վերջինը բիդալա։ Աներձանելի բսակ, այն բսակը որ առնենք, Աստված քեզի դա այդ բսակը պիտի չեղծանի, այդ բսակը հավիդյանս հավիդենից պիտի մնա, որովհետև անոր շինողը Տեր Հիսուս Քրիստոս ինքն է։ Դու կանչված ես առաջին աներձանելի բսակը առնելու եւ որպես մրցորդ ինչալ լա կյանքիդ մեջ արկելքներ, դժվարություններ, մի դադամսիր շարունակե վասկդ, շարունակե ընթացքդ, շարունակե քու երթդ, որովհետև գիտես որ օրը պիտի կա այդ լեյնը, այդ քիծը պիտի հասնիս եւ երբ կհասնիս քեզի համար պատրաստված աներձանելի բսակը Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն, փառք իրեն, հալելույա։ Այս բսակին վրա աշխատի Հիսուս քեզի համար։ Ես կերտամ ցեզի դեր կպատրաստեմ։ Այդ դերին հետ նաև բսակի վրան աշխատի։ Բսակներն ալ կպատրաստե։ Hallelujah. Are you excited որ ունենաս այս բսակը? Oh my goodness. Ինչ մեծ ուրախություն։ Գիտեք դա կրկրական ինչ է։ Որ այս բսակը բիդարնես Տեր Հիսուս Քրիստոսին ցերկերեն։ Ինքը պիտի կա եւ գլխուտ տնե այս բսակը։ Գաս կավինի մեծ բադիվ, ասեք ինձ։ Եբ երկինքն ու երկիրը ստեղծող մեր Աստվածը ինձ համար իր կյանքը դվող սիրելիս Հիսուսս իմ գլխուս վրա, քու գլխուտ վրա այդ թակը դեղավոր է։ Հալելույա։ Սա առաջինն է թեր շատ կա։ Երկրորդը որում մասին գխոսի արդարության բսակը գսե։ Եվ սայալ գիհիշե ուրեմն երկրորդ Դիմեթիոս, այս է Դիմեթիոսը, քիչ առաջ իրար խառնեցինք, ուրեմն երկրորդ Դիմեթիոս 4-րդ գլխուն 7-րդ համարը։ Գսե Փարի բادرազմը բادرազմեցա, ընթացքը գադարեցի, հավատքը բահեցի։ Շատ լավ։ Ասկե հետո գա ու գմնա ինձի արդարության բսակը։ Միասին կրնան գսել արդարության բսակը։ Որտեղ արդար թադավորը պիտի հադուցանե ինձի այն օրը, որ օրը, երբ իրեն պիտի հանդիպիմ։ Ոչ թե միայն ինձի, հաբա այն ամենուն Հաբա քեզի Մարիա, հաբա քեզի Նոեմի, հաբա քեզի Սակո, ամենուն որոնք
որ սիրեցին անոր հայտնվիլը։ Հալելույա։ Երկրորդը գխոսի քույրեր եղբայրներ արդարության բսակը։ Եվ սա բսակը առնչություն ունի հոգևոր բادرազմի հետ։ Արաքյալը ինչ կսե, բարի բادرազմը բادرազմեց։ Սուր առնելով իջավ հռոմացիները սպանեց, անոր մասին չխոսիր։ Գխոսի հոգևոր բادرազմի մասին։ Գիտեմ որ բոլորը դալ առանց խդրության հոգևոր բادرազմի մասին դեղություն ունի գիտեք։ Հարցը գիտնալը դեղություն ունենալն է։ Ոչ։ Գրնաս տուն լսածը լաս, գրնաս տուն գարտացածը լաս, գրնաս ուսումնասիրությունները հրածը լաս հոգևոր բادرազմի մասին։ Հոս չի խոսիր անոնք որոնք բادرազմեն դեղյակ են, գխոսի անոնք որոնք գբادرազմին, բարի բادرազմը բادرազմեցա։ Սա գխոսի իրանցին մասին եւ գխոսի այն ինչ որ իր կյանքի մեջ կդարվեցավ։ Հոգևոր բادرազմը գիտնալ, դեղություն ունենալ կարևոր է, բայց եթե հոգևոր բادرազմի մեջ չես կրնար այս բսակ առնել։ Այս բսակը դրված պիտի դրվի անոնք որոնք ամեն արդուգարթնան, բզդի գորինակն։ Ամեն արդուգարթնան։ Եվ գիտեմ որ չարին թակավորությունը այս երկրի վրա զորեղ երբով կգործե։ Գիտեմ որ չարը պլաններ ունի, ծրագիրներ ունի։ Եվ գիտեմ որ այդ բոլոր պլաններուն եւ ծրագիրներուն դիմաց Աստված իրեն զորություն տված է, Աստված իրեն զենքեր տված է, որ գանքնի եւ բادرազմի եւ չարը եւ իր իշխանությունը եւ իր թակավորությունը ետ հրե։ Անիգա գսկսի փարապանությունով, գիտեք ամենեն զորավոր բادرազմը հոգևոր գսկսի փարապանությունով, յետքը երբ որ գիտագից ես որ չարը քու ընտանիքիդ մեջ, քու ասկականներուդ մեջ, քու սիրելիներուդ մեջ, քու շրջանագիտ մեջ, քու բիզնեսիդ մեջ ունի ծրագիրներ, որոնք քեզի հետ բահե, որոնք քու սիրելիներ քու ցերկետ խլե։ Ահա գգնաս եւ գսես նո։ Մեծ է այն որ իմ մեջս է, քան այն որ քու մեջը դե։ Եվ ես կգանքնիմ քու արջևդ Իսրայելի գենտանի Իսրայելի քու նախադած Իսրայելի գենտանի անուն Աստծո անունով ինչպես Դավիթ եկավ Գողիաթին արջևը։ Հոգևոր բادرազմը գիտնալ կարևոր է քույրեր եղբայրներ։ Անոր մասին դեղյակը լալ, անոր մասին լսել լավ է, գբادرազմիս։ Բادرազմին մեջն ես, գիտագից ես որ չարը ահավոր գերբով կորց գիրականացնե, ահավոր գերբով գկանթե, գգորսնցնե, գսպաննե ինչպես կսե Հիսուս։ Գիտագից ես ասիգա, եւ անոնց մասին ինչ է քու գեցվածքդ։ Okay, թողն է ինչ կուզե։ Կարևորը ես բրգված եմ, հալելույա, հալելույա, ես բրգված եմ, ես երկին կերտամ Հիսուսինքով։ Արդարության բսակը հոգևոր բادرազմներուն համար է, հոգևոր զինվորներուն համար է, հոգևոր սպարզաբետներուն համար է, հոգևոր քաչ անվախ առանց ետ կենալու այն փանագին համար է, եւ ես կհավատամ որ նոր կյանքը այդ փանագին մեջն է Հիսուսի անունով։ Հալելույա, փառք իրեն։ Ամեն քույրեր եղբայրներ, այս բսակը քեզի եւ ինձի համար Դեր Հիսուս Քրիստոս կպատրաստե հոգևոր բادرազմդ շարունակե երբեք զինաթուլ մի ելար նույնիսկ չես տեսներ ներկայիս հաղթությունը շարունակե հոգևոր բادرազմդ քեզի ասեմ սա ասեմ քաչալերելու համար գահավատամ որ հոգին այսօր քեզի փամասել գուզե որքանալ բادرազմիդ մեջ դագավին արդյունք չես ցերծկած փոփոխություն չես տեսներ հաղթության նշույլ չես տեսներ չի նշանակեր որ բادرազմդ այդպես պիտի վերջանա բادرազմդ հաղթությունով կվերջանա որովհետև քուքովդ սպարաբեդը գա քուքովդ երկինն ու երկիրը ստեղծող Աստվածը գա եւ զորեղ է ավելի քան ինչ որ աս աշխարհի մեջն է հալելույա
Արդարության բսակը քեզ համար կպատրաստվի։ Շարունակե հոգևոր պատերազմը, մի թույլնար։ Մի դգարանար։ Երբ որ գթույլնաս կդգարանաս փարապանությունով սկսիր, փարապանությունը հոգևոր պատերազմի ախորժակը կփանա։ Սկսիր երկելու, սկսիր փարապանելու եւ սկսիր պատերազմելու հոգևոր պատերազմը։ Այն ինչ որ չարը կողցավ, իդ իր մեջ ստանալու։ Ամեն ինչ որ չարը խլեց, անոնք բոլորը իդ կվերադարձնես։ Անոնք բոլորը դերը քեզ իդ կուտա հոգևոր պատերազմը քու սահմանները կընթարցակե։ Չարին սահմանները կփոքրացնե։ Դժոխքը կփոքրացնե, երկինքը կմեծնե։ Հալելույա։ Մի անցներ առանց հոգևոր պատերազմի մեջ ինպուտ մտնելու ամեն օր։ Եվ երբ որ ադիգա գնես արդարության բսակը։ Հիմա բսակներուն գերբերը ծևերը չեմ գիտեր, նկարագրություն չունիմ, չսեր փամը։ Ամեն մեկը ինչպես բիդելա, մեր միտքեն ինչ կանցնի, թակուին թակը։ Ողորմած թակուին թակը, հիմա թակավորին քուլխում վրա անցավ։ Մեր գիծած անի, ад գգարցեք այդպեսի թակ մնե, ցեզիս եմ ոչ։ Չի գրնարը լալանոր բեսլա, շատ ավելի դարբեր է, մտքիտ մեջ չէին գած, սրդիտ մեջ չէին գած, աչքերը չտեսած, ագան չլցած, այսպիսի փամն է, որ Հիսուս պատրաստած է, քեզ համար, փարավոր թակը, արդարության թակը, առաջինը ինչ ասինք, անեղծանելի թակը, բսակը, երկրորդը, արդարության բսակը, երրորդ մգա, հալելույա, չի վերջանար, Հալելույա։ Երրորդը գենաց բսակն է։ Գենաց բսակը։ Եվ գենաց բսակը գհիշե հայտնության կրկի մեջ։ Եթե հայտնության կիրքը երտանք երկրորդ գլխուն 10-րդ համարը գսե Համարը լման գարտամ ցեզի փնա մի վախնար այն բաներեն որոնք պիտի գրես ահա փանսարգուն ցեզ մեկ քանիները բանդը պիտի ցկե որբեսի փորձվիկ եւ 10 օր նեղություն պիտի ունենաք լավ լուրջ է ասիգա փափակելի չէ բանդ պիտի երտաս հոմ պիտի մնաս չարչարանք փանսարգուն ցեզ պիտի չարչարե լավ լուրջ է նայեցեք ինչպես կշարունակեք ասե մինչև մահ հավատարիմ եղեք ու ցեզի գենաց բսակը պիտի դամ մինչև մահ հավատարիմ եղեք եւ ցեզի գենաց բսակը պիտի դամ երրորդ բսակը գենաց բսակը առնչություն ունի հավատարմությանը հետ չսեր սրբությանը հետ չսեր խոնարհությանը հետ չսեր ովևէ մեկ այլ հատկության գսե հավատարիմ գիտեք հավատարմությունը Աստծո քով թանկագին է եւ շատ թանկագին է որովհետեւ գիտեք ամեն մեկս ինչ որ մեզի հանձնված է ինչ որ մեզի դրված է ինչ մագարտագյալ լա Աստծո ակնկալությունը ինչ է գիտեք հավատարիմ լաս այդ մնացներու արագին մեջ կտեսնենք 5-2-1 Հինգը երբ որ 5 փերավ ասա որ աբրիս բարի ու հավատարիմ ծառա երկու շահոնալ նույն խոսքը ասավ հավատարմություն ասված քեզ դրած է ընտանիքի մեջ ունիս հավատարմության պատասխանատվություն դրած է երկրի մեջ ունիս հավատարմության պատասխանատվություն դրած է քեզի եկեղեցի մեջ Քեզ նոր կյանքի մեջ ունիս հավատարմություն ունիս պատասխանատվությունը հավատարմության Քեզի դված է կորց քեզի դված է ընտանիք քեզի դված է զավակներ ունիս հավատարմության պատասխանատվությունը Աստծո դված ամեն բանի ուղությամբ Աստված քեզ մեկ ակնկալ է հավատարիմ լաս հոգևոր բաղկերներ դաղանտներ բաշտոններ Ամեն բանի մեջ հավատարիմ լաս Գիտեք երբեմն ես մեր եկեղեցին անդամները այսպես գքննարկեմ այսպես մտքես կանցնեմ գսեմ հավատարմության չափանիշը որքան է
Մեր եկեղեցին անդամներուն հավատարմության չափանիշը որքան է։ Երբ Աստված քեզ տված է եկեղեցի, որքանով հավատարիմ ես։ Ներկայությունդ քո հավատարմությանդ մեկ նշանն է։ Երբ քեզ մեծ զարայություն կբահանջվի եւ անիկա կգադարես, անոնք քո հավատարմությանդ նշաններն են։ Քո ամեն գիրագի առանց բացակայելու քալդ ասոր դա քիչ պիտի տնեմ։ Քո ամեն գիրագի Աստծո դունը քալդ, Աստծո ներկայության մեջ ըլլալդ հավատարմությանդ նշաններեն կարևորակույններ են մեկն է։ Ոչ ցուրդը, ոչ դակը, ոչ անցրևը, ոչ հերավորությունը։ Աստված կբահանջի քեզ մե հավատարիմ լաց ամեն մարզով։ Երբ եկեղեցին ժամը 10-ին է, հավատարմության քեղեցիկ նշանները մեկը, երբ դու ավելի առաջ ուկաս։ Մինչև հիմա հավատարիմ եղիր։ Այնինչ որ քեզի հանձնած եմ, այնինչ որ քեզի տված եմ, գիտեք եղբայրներ եւ քույրեր, այնինչ որ քու ցերքերուտ մեջն է, լավակույնն է որ գրնաս ունենալ։ Աստված քեզ տված է այս բոլորը, որովհետև գիտե որ գագնգալ է քեզ մե որ դու անոնց նկատմամբ հավատարիմ լաս։ Մինչև հիմա հավատարիմ եղիր։ Անոնք որոնք հավատարիմ լան մինչև հիմա, չսեր անոնք որոնք շատ բարգևներ ունին, անոնք որոնք հadouk անձնավորություններ են, չսեր հովիվները մինչև հիմա հավատարիմ լան, չսեր ավետարանիչները գսե ամեն մեկս մինչև հիմա հավատարիմ լան, այն ադեն գենաց բսագը պիտի առնենք, գյանքի բսագը, որտե մինչև վերջ նեղություններուն, դժվարություններուն, հալածանքներուն, դակնապներուն, ամեն բանի մեջ հավատարիմ եղար։ Քեզի դրված ճաշտոններուն, քեզի դրված մնացներուն, քեզի դրված պատասխանատվություններուն մեջ հավատարիմ եղար։ Մինչև վերջ գենաց բսակը քեզի է։ Սա ընդհանուրին է։ Բոլորիս է, որ այս մեկը կփորձենք մեր կյանքի մեջ իրականացնել։ Եվ չորրորդ եւ վերջին բսակը։ Փարած անթարամ բսակը։ Այսալ կգտնվի առաջին Պետրոսի մեջ։ Հալելույա։ Առաջին Պետրոսի մեջ, ուրեմն առաջին Պետրոս 5-րդ գլխուն։ Առաջին համարեն գարտամ ցես։ Ձեր մեջ եղող երեցներուն գաղաչեմ, եսալ նույնպես երեց ըլլալովս։ Քրիստոսի չարչարանքներուն վգա եւ մասնագից հանդերձյալ փառքին, որ պիտի հայտնվի։ Աստծո հոդը, որ ձեր մեջ է արածեցեք, վերագացու ըլլալով, ոչ թե ագամա, հաբագամավ, ոչ թե անարգ շահախնդրությամբ, հաբա հոժարությամբ, ոչ թե վիճակներուն վրա դիրելով, հաբա հոդին օրինակ ըլլալով։ Եվ Հովվաբեդին երևցած ադենը Փարքի անթարամ բսակը պիտի ընդունիք։ Փարքի անթարամ բսակը։ Սա չորրորդ բսակը հատկացված է հadouk հովիվներուն եւ երեսներուն։ Եկեղեցին վրա անոնք որոնք պատասխանատվություն եւ ճաշտոն ունին, անոնց համար ուղված է։ Եվ հետաքրքրականը գիտեք ինչ է, որովհետեւ այս բարգեւը ինձ է դալ գախում ունի։ Եվ երբ որ գախում ունի Գրնամ ասպես անցնիլ երթալ, բայց շատ վտանգավոր 3 կարևոր գեդերու մասին խոսի, շատ վտանգավոր 3 կարևոր գեդերու մասին խոսի։ Նայեցեք, սիրելի հովիվներ, սիրելի երեցներ, սիրելի հոգևոր խմբակի պատասխանատուներ, ոչ թե միայն մեր եկեղեցին, բոլոր եկեղեցիներուն, բոլոր հովիվներուն, բոլոր գղերականներուն, նայեցեք ինչ կսե։ 3 կարևոր հատկություններ։ Առաջինը գսե ոչ թե ագամա հաբագամավ։ Այսինքն երբ որ քու ծառայությունդ կնես, քու քեզի դրված ճաշտոնը կնես, առանց սիրտի մի էներ։ Աման ինչ լան է թող ալլա։ I don't care։ Եկեղեցին կշարունակվի։ Ես տված եմ ճաշտոնները, Մարիան worship leader է, Ռաֆին երդասարտացի պատասխանատու է, քույրերու պատասխանատուները կան, ամեն ինչ կկարի, գիրագի որ մկարոս է, փամը չէ։
գճարեմ գտասավորեմ, գիտեք, գրնամ ես առանց սրդի, առանց passion-ի, առանց նախանցախնդրության ծարայել, գիտնալով որ ինչ որ գլա եւ գշարունակվի։ Առաջին բանը կզգուշացնե հովիվներ, երեցներ, չլա թե առանց գամքի, առանց սրդի, ճուզելով փամնեք։ Հաբա գսե գամավ Գամավ կնշանակե բոլոր սրդովդ, բոլոր հոգիովդ, բոլոր զորությունովդ, բոլոր ուժերովդ, բոլոր մտքովդ, բոլոր կարողությունները թիր այն ինչ որ Աստված քեզի տված է որպես հովիվ, որպես երեց եկեղեցին վրա։ Եկեղեցին չի գնար ինձ համար վերջին կորձը լալ։ Եկեղեցին ընտանիքես վերջ կարևոր ամենն կարևոր կորձն է։ Դուք երեցներ նույն հոգին ունեցեք, նույն հոգիով լեցվեցեք, նույն բադասխանադության գիտակցություն ունեցեք։ Ձեր ունեցած բոլոր ուժը, կարողությունը, զորությունը իսպաստրեք եկեղեցին համար, սուրբերուն շինության համար, այս խոսքը պիտի գրտնեմ, սուրբերուն շինության համար, ինչ որ ունիս սպասարկե, իսպաստիր եկեղեցին շինության համար, սուրբերուն շինության համար։